Վանաշենում կրակոցները շարունակվում են, ամիսներ առաջ տեղ ունեցած վեճը չի հանդարտվում։ Մարտի 30-ին հերթական կրակոցներն են տեղ ունեցել Արարատի մարզում։ Կրակոցները 1 տարի առաջ տեղ ունեցած միջադեպի շարունակությունն է։ Շամշան Կետքոմը ևս անդրադարձել է դեպքին, նշելով, որ ահազանգով ժամանել են նաև իրավապահները։ Վանաշեն գյուղի բնակիչները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին հայտնում մարզի քրեական եւ համայնքային ոստիկանների հասցեին, ասելով. Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին, եւ դա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է։ Դեպք, որի իրավապահների կողմից ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետեւ միջադեպի հերոսները հովանավորում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ամբողջ գյուղում, ինչու միայն գյուղում, նաեւ մարզում իրենց անուններն են շոշափում։ Ով է տեսել առանձնապես ծանր հանցագործություն տեղի ունենա ու մարզի իրավապահներն իրականացնեն թերի աշխատանք ու դրա արդյունքում տեղի է ունենում մեկ այլ հանցագործություն։ Իսկ ինչ էր տեղի ունեցել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վանաշենում։ Պարզվել էր, որ օգոստոսի 8-ին ժամը 22:00-ի սահմաններում Վանաշեն գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Մանուկ Հ-ի, 30-ամյա Արման Հ-ի եւ 45-ամյա Գագիկ Ք'ի միջև, որի ժամանակ վերջիններս քաշքշել են միմյանց եւ հեռացել։ Անմետր ժամը 23:00-ի սահմաններում Գագիկ Ք'ն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մանուկ Հ-ի պատկանող Opel Magnus-ի ավտոմեքենայի վրա, ու այդ ընթացքում Մանուկ եւ Արման Հ-երը դուրս են եկել փողոց, որից հետո Գագիկ Ք'ն շարունակել է ինքնաձիգից կրակահերթ արձակել վերջիններիս ուղղությամբ, որի ժամանակ էլ Մանուկն ստանալով հրազենային վնասված տեղափոխվել էր Վեդիի բժշկական կենտրոն։ Եվ ահա 8 ամիս անց կողմերի միջև կրքերը չեն հանդարտվել ու հերթական կրակոցն է հնչում։ Որտեղ են իրավապահները, ինչու կոնկրետ քայլերի չեն գնում։ Բացառիկ տեսանյութ, թե ինչպես են հնչում կրակոցները։